Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը և մենք ավետարանական այս դրվագի և Հիսուս մուտք գործեց Երուսաղեմ հիշատակություն ենք կատարում և ցնծում ենք, ուրախանում ենք, որ Հիսուս մուտք է գործել Երուսաղեմ և Հիսուսի Երուսաղեմ մուտք գործելով շատ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան և Հիսուսի մուտքը դեպի Երուսաղեմ սկիզբ դրվեց այն գործնական քայլերը կատարվեց դեպի մարդու հոգու փրկության եւ այսօր եւ ընթերցեցինք ավետարանական հատվածը Մատթեոսի ավետարանի 20-րդ գլխից եւ 21-րդ գլխի սկզբնամասից կարծես մի հակադրության ենք մենք ականատես լինում եւ տեսնում ենք մի կողմից ժողովուրդ որ ցնծությամբ ընդունեց Հիսուսին իր հագուստերն էր կրում նրա ոտքերի տակ, ծաղկած շուղերի ձեռքները դիմավորում էին որպես թագավորի և աղաղակում էին ու ասում օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, փառք ասում բարձունքներում և մյուս կողմից տեսնում ենք Հիսուսին տաճարի մեջ այնտեղ դուրս է քշում լումայապողներին աղավնավաճառներին, այն մարդկանց, ովքեր որ տաճարի նկատմամբ, Աստծո տան նկատմամբ այլ պատկերացում ունեին և տաճարը օգտագործում էին իրենց փառքի համար, իրենց շահի համար, իրենց գրպանի համար և տաճարից Աստծուց եկող հեղինակությունը այլ ձև էին օգտագործում ժողովրդի մեջ հաստատվելու համար և նաև մի այլ հակադրություն մենք տեսնում ենք որոշ ժամանակ անց, երբ այդ նույն ժողովուրդը և որ Հոսաննա էր գոռում, փառք էր տալիս Աստծուն, հետո գոռում է և աղաղակում օրեր անց ասում է խաչը հանեք Հիսուսին, նա մեզ պետք չէ։ Ուրեմն այս տոնը նախ և առաջ մարդու սրտի փոփոխականությունն է ցույց տալիս, մարդ էակի փոփոխական լինելն է մեզ արտացոլում և մեր մեջ հարց է առաջանում, թե ինչու Հիսուս, որին այդքան ջերմ ընդունեցին, մի քանի օր անց կամ որոշ ժամանակ անց այդ նույն Հիսուսը խստությամբ մաքրում է տաճարում և կարգ ու կանոն հաստատում այնտեղ։ Ժողովուրդը նրան դիմավորում էր որպես թագավոր, բայց ցավոք նրան սպասում էին և ցանկանում էին տեսնել որպես երկրավոր թագավոր, ոչ թե հոգևոր թագավոր։ Եվ շատերը ցանկանում էին նաև նրա մեջ տեսնել երկրի ազատարարի, որ գար և երկիրը փրկեր հռոմեական լծից և վերականգնել իրենց երկրավոր թագավորությունը։ Տեսեք, մենք էլ ենք հաճախ չէ ցանկանում, որ Հիսուս մուտք գործի մեր կյանք, հատկապես երբ մենք նեղությունների մեջ ենք, դժվարության մեջ ենք, հիվանդության առջև ենք կանգնած, ինչ-որ անլուծելի թվացող խնդրի առջև ենք կանգնած և այդ ժամանակ մենք ինչ ենք անում, ցանկանում ենք, կանչում ենք Տիրոջ, ասում ենք Տեր Հիսուս, արի, Աստված օգնիր, իմ կյանքում բնակվիր, ես այսպես կանեմ, ես այնպես կանեմ, սկսում ենք խոստումներ շռայլել և ցանկանում ենք, որ Հիսուս գա և մեզ օգնական լինի, այնպես ինչպես այն ժողովուրդը կանչում էր, ասում էր օրհնյալ է նա, որ գալիս է։ Բայց երբ Հիսուս արդեն իսկ մեր ներսում է և Հիսուս սկսում է մեր կյանքում կարգ ու կանոն հաստատել և Աստծո խոսքը երբ սկսում ենք ընթերցել, որ այս կարելի է, սա չի կարելի, պետք է սիրես, պետք է չհայհոյես, պետք է փոխվես և այլ, այսպես այս օրենքները սկսում ենք ծանոթանալ, հաճախ տրտմում ենք, չենք ուզում, որ Հիսուս մեր կյանքը փոխի, չենք ուզում ենք հրաժարվենք այն
վատ սովորություններից, որով որ մենք ապրում ենք, բայց ուզում ենք, որ Հիսուս մեր կյանքում գործում նշանակություն ունենա, ուզում ենք, որ գա մեր խնդիրը մենք մեր հին կարգի մեջ մնանք և սիրելիներ Հիսուսին ընդունելը միայն համոզմունք չէ մենք պետք է պատրաստ լինենք Հիսուսին ընդունելով որ մեր կյանքը վերափոխենք փոխակերպման պատրաստակամությունը պիտի ունենանք որովհետև Հիսուս միայն մեր խնդիրը լուծողը չէ Հիսուս մեր կյանքում կարգ ու կանոնը հաստատողն եւ այդ կարգ ու կանոնի միջոցով է որ մենք պետք է փրկություն ձեռք բերենք եւ ավետարանում շատ հրաշալի կերպով նկարագրում է ասում է երբ Հիսուս մուտք գործեց տաճար տեսավ այնտեղ մի շատ վատ իրականություն կարծես շուկայի վերածված ներ Աստծո տունը այնտեղ որ պետք է հնչեր Աստծո խոսքը այնտեղ որ պետք է հնչեր Փրկության տանող ճանապարհի ուղեցույցը մատնանշվեր, աղավնավաճառներ, լումայափոխներ, առևտրով էին զբաղված։ Եվ Հիսուս սկսեց մաքրել Աստծո տունը։ Գիտեք, կարևոր է որ գիտակցենք, որ իրականում նույն Հիսուսն է, որին որ եւ Օվսանա ենք կանչում եւ ցանկանում ենք որ գա մեր կյանքը Եվ նաև պետք է պատրաստ լինենք, որ Հիսուս երբ եկավ մեր կյանք, մեր սրտի մեջ էլ այդ աղավնավաճառներին, լումայափոխներին, մեղքի նկատմամբ այդ սերը, հակումը, մենք պետք է պատրաստ լինենք, որ Հիսուս դրանց փոխելու է, մեզ հրավիրելու է փոխման, այո նաև մեզ սաստելու է, նախատելու է, բայց սիրով է նախատելու։ Եվ հաճախ մենք հենց այստեղ ենք ներվում, որովհետև մենք ուզում ենք տեսնել Հիսուսին որպես մխիթարիչ, օրհնող, սփոփող, բայց ոչ որպես ուղղող, մաքրող եւ կարգ ու կանոն հաստատող։ Այո, մենք շատ ժամանակ նաև հոգևորականներին ենք այսպես ուզում։ Ուզում ենք, որ հոգևորականը լինի մեզ բարեկցող, մեզ օգնող, մեր համար աղոթող, բայց երբ խոսքը հասնում է, երբ հոգևորականն ասում է այս բանը սխալ է, պետք չէ անենք, մենք այն ժամանակ սկսում ենք հոգևորականին այլ աչքով նայել։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, երբ Աստված մեր կյանքում գործում է եւ փորձում է ինչ-որ բան փոխել, սխալը բացահայտել մեր ներսում, մենք պետք է գիտակցենք, որ դա մերժում չէ, այդ գործով մեզ չի մերժում, այլ սիրո արտահայտությունն է, որ Հիսուս ցանկանում է սիրով մաքրել մեր կյանքը, որպեսզի մենք պատրաստ լինենք երկնքի արքայությունը ժառանգելու։ Եվ իրականում այս նույն մաքրող Հիսուսը, այն նույն Հիսուսն էր, ով խոնարհությամբ որպես թագավոր մուտք էր գործում դեպի Երուսաղեմ։ Գիտեք, եթե Հիսուս իրականում մեր խնդիրներին չդիպչի, մեր սխալները ցույց չտա, դա է վտանգը, դա է վտանգավորը, ոչ թե որ Հիսուս մեր խնդիրները ցույց է տալիս։ Եվ երբ սկսվում է այդ ուղղվելու process-ը, այն ժամանակ սկսվում է մեր փրկության գործընթացը։ Ուրեմն լավ կլինի, որ մենք կարողանանք ինքներս մեզ հարցնել, ինչ կա մեր մտքում, մեր ներսում, մեր սրտում, որ կցանկանայինք Հիսուս փոխել, կցանկանայինք Հիսուս մաքրել, ինչ հոգեվիճակում է այժմ գտնվում իմ հոգին, իմ ներաշխարը, ինչ աղմուկներ կան այնտեղ, ինչ խնդիրներ կան, ինչ աղաղակող ձայներ կան, եւ փորձենք լսել ու հասկանալ, որն է ավելի շատ մեր միտքը զբաղեցնում, այն որ օրհնյալը նա, որ գալիս է Տիրոջ անունով եւ պատրաստ ենք ընդունելու, թե աշխարհի եւ
մեր առօրյա հոգսերը, որոնք որ կամ խնդիրները, որոնք որ մեզ անընդհատ անհանգստացնում են։ Եվ փորձենք հասկանալ, թե իրականում մեր կյանքում մեզ ինչն է խանգարում, որ մենք ավելի հաճախ կարողանանք մասնակցել մեր հոգևոր կյանքի նորոգման, մեր հոգևոր կյանքի մաքրման, մեր Աստծո տունը մաքրման, մեր սրտի աղոթքի անկյունը մաքրման եւ այնտեղ Աստծո ներկայությունը հաստատման համար ինչն է ինձ խանգարում։ Եվ փորձենք դա մաքրել ու ազատվել դրանից։ Սիրելիներ, այս Սաղկազարդի տոնը հիանալի հնարավորություն է մեր համար, որպեսզի մենք վերականգնվենք։ Կարողանանք բացել, մերժել այն բոլոր արատավոր երևույթները, որոնք որ մեզ խանգարում են, եւ կարողանանք պարզ սրտով ասել. Տեր, օրհնյալ ես, որ գալիս ես, օրհնյալ է Աստված, եկ եւ բնակվիր իմ մեջ, որ ես էլ կարողանամ քեզանով փրկություն ստանալ։ Ուրեմն Ծաղկազարդին հաճախ եւ ոչ միայն Ծաղկազարդին, մեր բոլոր մեծ տոները, որոնք որ մենք նշում ենք, ունեն խորհրդանիշներ։ Օրինակ Ծաղկազարդին ճյուղերն են, չէ՞, ուռենու ու արմավենու ճյուղերն են խորհրդանշում։ Զատիկին հավքիթը, մյուս տոներին Աստվածածնի վերափոխման տոնի խաղողը եւ մեր ժողովուրդը ցավոք այդ տոնի խորհրդանիշը ավելի է կարևորություն դարձնում, քան բուն տոնի էությունը։ Եվ այսօր այս Սաղկազարդի տոնին հասկանենք, որ միայն այս ճյուղ տանելը չէ, որ ամենակարևոր գործողությունն է։ Հասկանանք, որ սա ուղղակի խորհրդանիշն էր այս տոնի, որովհետև ավետարանում ճյուղերով դիմավորեցին Հիսուսին։ Եվ հասկանանք, որ այս ճյուղը չէ, որ մեզ փրկելու է, մենք Հիսուսով պիտի փրկվենք։ Եթե Հիսուս իմ սրտում չմաքրագործի, թույլ չտամ, որ մաքրություն ու կարգուկանոն հաստատի, ես փրկություն չեմ գտնի, որքան էլ որ շատ ճյուղ լինի իմ ձեռքին։ Սիրելիներ, Հիսուս գալիս է որպես թագավոր, Հիսուս գալիս է որպես սրբագործող։ Եվ քեզնից է կախված, դու ինչպես ես ընդունում Հիսուսին։ Եվ թույլ ես տալիս արդյոք քո սիրտը մաքրի, եւ երբ Հիսուս սկսում է մաքրել, պետք է չնեղվես եւ հասկանաս քո սխալները, զղջաս ու առաջ շարժվես։ Եվ այս ժամանակ այս գործողությունները կատարելուց հետո քո սիրտը կդառնա ոչ թե շուկա, որտեղ որ ամեն բան վաճառվում է եւ ամեն բան կա, այլ կդառնա Աստծո տուն, որտեղ որ կա Քրիստոսի ներկայությունը, Աստծո խոսքը եւ դրանով առաջնորդվելու ցանկությունը։ Թող Տիրոջ շնորհը, սերը եւ խաղաղությունը մեզ բոլորիս հետ լինի, այժմ եւ միշտ Տվավիտյանս Ավետենից ամեն